News լրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Այսօր հունիսի 17-ին Հայաստանում նշվում է հայրերի օրը։ Սիրելի հայրեր, առանց ավելորդ աղմուկի, Reopen Media-ն շնորհավորում է ձեր տոնը։ Առավոտը բարի էր ազգային ժողովում նստաշրջանի հերթական նիստի մեկնարկին Արծվիկ Մինասյանը դատախազության իր վերաբերյալ ներկայացված միջնորդությունը շուտապույտ ընթացք տալու խնդրանք ուներ, իսկ իր հարցը օրակարգի վերջում էր ներառված։ Պատգամավորը նշեց, որ հանրությունը, մեջբերում եմ, այս ապօրինությունը պետք է շուտ տեսնի։ Ալեն Սիմոնյանը արձագանքեց։ Ունեք խորհրդում ունեք խորհրդում տեղ։ Այդ խորհրդի նիստերին չեք մասնակցում։ Եկեք եւ ձեր կարծիքը, երբ որ վատառողջ չի, երբ որ այդ հարցը լինում է, եկեք խորհրդի նիստի ժամանակ ձեր կարծիքը ասեք։ Դուք խորհրդի նիստին չեք գալիս, արդեն որերորդ տարին է, գալիս եք 1000-ից 1, կարամ ասեմ, որ դեպքերում եք գալիս, բայց կարծում եմ դուք էլ չեք ուզենա, որ բարձր ասեմ, որ դեպքերում եք գալիս, եւ հիմա բողոքում եւ նեղսրտում եք դրանից, որ մենք օրակարգը սենց ենք դասավորել, հենց չենք դասավորել։ Կարծում եմ առնվազն լուրջ չի, պարոն Մինասյան։ Ես պետք չի հորդորել, դուք ընդ տեղ ունեք, եկեք ձայն վերցրեք, ասեք մենք առաջարկում ենք այսինչ բանը։ Հաջորդիվ ուշադրության կենտրոնում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծներ։ Դեմ քվեարկեց նույնիսկ հեղինակը, այսպիսով փողով ծառայությունից ազատվելու օրինագիծը մերժվեց։ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը շարունակելու է աշխատանքը օրինագիծը լրամշակելու ուղղությամբ և այն նորից է ներկայացվելու խորհրդարանի դատին։ Ազգային ժողովի ամբիոնում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին, իսկ լրագրողներն հարցեր էին ուղղում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, ակնկալելով սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին մեկնաբանություններ։ Նախարարը նշեց, որ կարծես փոքրիկ դասախոսության կարիք կա այս թեմայով։ Սահմանադրական կարգի տապալումը, որպես քրեորեն հետապնդելի արարք, նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, եւ դա նշանակում է հետեւյալը, որ որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողությունը։ Իսկ այդ կոնկրետ հոդվածները վերաբերում են հետեւյալին։ Խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին է։ Այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է։ Խոսքն այն մասին է, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է։ Խոսքն այն մասին է, որ մեր երկրում գործում է իշխանությունների տարբեր սահմանադրությամբ, երբ որևէ մարմնի մասին կամ անձի, այդ թվում եւ իրավաբանական, ընդ որում եկեղեցին իրավաբանական անձ է, նշում է արված, դրա մասին խոսելը երբևէ որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում։ Հաջորդիվ ամբիոնին մոտեցավ Ժաննա Անդրեասյանը, իր ելույթում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն արձանագրեց, որ գիտության ոլորտում երբեք չի արվել այնքան աշխատանք, որքան այս կառավարության օրոք։ Նա հատուկ անդրադարձավ ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը և դրույքաչափի փոփոխություններին։ 18-ից ի վեր ուսուցիչների վարձատրությունը 19 թվականին բարձրացվեց 10%-ով համատարած, 20-ից սահմանվեց ուսուցչի նվազագույն վարձատրության չափ 108,800 դրամի չափով, որն այնուհետև բարձրացվեց ևս մեկ անգամ 2023-ին դառնալով 119,900 դրամ։ Բացի այդ, նոր չափորոշչով վերանայվեց ուսուցիչների դրույքաչափը, ինչը հանգեցրեց դասավանդվող 1 ժամի արժեքի բարձրացման տարրական դասարաններում 20%-ով, միջին եւ ավագ դասարաններում 10%-ով։ Ինչու եմ սա ասում, որտեղ հաճախ եմ լսում, թե ուսուցիչների վարձատրությանն ուղղված միակ հնարավորությունը կամավոր ատեստավորումն է, այնինչ նշված փաստերը ցույց են տալիս, որ ուսուցիչների վարձատրության եւ աշխատաժամանակի շարունակական բարելավման քայլեր են ձեռնարկվել, որոնք գուցե ինչ-որ պահից դառնում են սովորական եւ դադարում ենք նկատել։ Այս բոլոր փոփոխությունները ուսուցիչների, նոր չափորոշիչների, նաև կոնկրետ թվային արտահայտություն ունեն։ Եթե 2019-ին
Նախորդին հանրակրթության ֆինանսավորումը 85.26 միլիարդ դրամ էր, 24-ին այն կազմել է 118.84 միլիարդ դրամ, կամ 33.58 միլիարդ դրամով ավելի կամ ավելի քան 39%-ով ավել։ Իհարկե ունեցել ենք նաև սովորողների թվի աճ, բայց ֆինանսավորման աճը գերազանցել է սովորողների թվի աճը։ Սակայն բացի սրանից ներդրվել են հավելավճարի նոր ծրագրեր։ Միայն նախորդ տարի հավելավճարների ծրագրերին պետությունն ուղղել է 10 միլիարդ դրամ։ Դրանք կամավոր ատեստավորումն է, որի շահառու են արդեն մեր ուսուցիչների շուրջ 20%, ավելի քան 6300 ուսուցիչներ։ Բնագիտական առարկաների ուսուցիչներն են ավելի քան 8200 ուսուցիչ, 25% հավելավճար է ստանում։ Յուղական միջև 100 սովորող ունեցող դպրոցներն են ավելի քան 3100 ուսուցիչ, միջև 50% հավելավճար է ստանում։ Տարակարգի մեխանիզմն է, որը բարեփոխվել է այնպես, որ հիմա 4-րդ աստիճանի տարակարգը 50% հավելավճարով դարձել է հասանելի շատ ուսուցիչների համար։ Ու այո, սա բերել է նրան, որ հիմա մենք ունենք բարձր վարձատրվող ուսուցիչներ։ 300.000-ից 400.000 դրամ վարձատրություն է ստանում 1600-ից ավել ուսուցիչ, 400.000-ից ավել բարձր վարձատրություն ստանում է ավելի քան 500 ուսուցիչ, եւ այս թիվը միայն ավելանալու է, որովհետեւ այս բոլոր կառուցակարգերը ներդրված են եւ աշխատում են։ Իսրայելի առյուծն արթնացնելուց հետո Իրանը խոստումներ է տալիս, սկսելով հրթիռային եւ դրոնային հարձակումներ իրանական խոստում 3-րդ գործողության 9-րդ ալիքով, ուղղված Իսրայելի ռազմավարական թիրախներին։ Թիրախում օդանավակայաններն ու ռազմական ենթակառուցվածքներն են։ Իսրայելն էլ ակտիվացնում է պաշտպանական տեխնոլոգիաներն ու հուժկու հարվածներ հասցնում Իրանին։ Տարածաշրջանի երկրները չեն հերքում, որ մթնոլորտում լարվածության ալիքներ են պտտվում։ Բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունները նույնպես չեն դադարում։ Բառացիորեն օրեր առաջ նշանակված Իրանի գլխավոր շտաբի պետ Ալի Շադմանին նույնպես սպանվել է, թե որոշ աղբյուրներ չեն հաստատում այդ տեղեկությունը։ Խաղաղության կոչերին ի պատասխան Իրանը նորագույն սպառազինության ավելի հուժկու հարձակումների անոնս է անում Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կյումարս Հեյդարի միջոցով, իսկ Օմանի ծոցում արդեն նավեր են այրվում։ Սիմոն Հովանիսյանը ներկայացնում է ամբենման հերթով։ Երեկուշ երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ։ Ըստ Թաստիմ գործակալության կորպուսի օդատիեզերական ուժերը բազմաթիվ բալիստիկ հրթիռներ են արձակել օկուպացված տարածքների խորքում գտնվող կարևոր եւ ռազմավարական թիրախների վրա։ Իրական խոստում 3-րդ գործողության 9-րդ ալիքը կտեվի մինչև լուսաբաց եւ կկրի համակցված բնույթ հրթիռների եւ հարվածային դրոնների համատեղ գրոհով, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ գեներալ Ալի Մոհամմադ Նային։ Գործողության ընթացքում Իրանի զորքերը զանգվածային հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարված են հասցրել Հայֆային եւ Թել Ավիվին։ Իրանը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա, մինչև այդ ուղարկելով 140 դրոն։ Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հրթիռային հարվածից 3 մարդ է զոհվել։ Ձեռնարկությունը շարքից դուրս է եկել։ Իրանի օդատիեզերական ուժերը ներկայացրել են Իրանի նորագույն Շահեդ 107 կամիկաձե անօդաչու թռչող սարքը։ Դրոնը կարող է թռչել ավելի քան 1500 կիլոմետր։ Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ դրան զանգվածային կիրառումը կարող է զգալի վնաս հասցնել Իսրայելի օդային պաշտպանության հնարավորություններին, իսկ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են եւս մեկ իսրայելական գերժամանակակից F-35 կործանիչ, որը խոցվել է Թավրիզի մոտ։ Այն Իրանի ռազմաօդային ուժերի խոցած 4-րդ F-35 կործանիչն է։ Իսրայելն առաջին անգամ սկսել է օգտագործել լազերային հակաօդային պաշտպանության համակարգը, երկաթե ճառագայթը իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը որսալու համար։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաշտպանության բանակը ոչնչացրել է հսկայական քանակությամբ արձակման կայաններ եւ ընդհանուր առմամբ իրանական դրոնների պաշարի կեսը։ Նեթանյահուն ասել է, որ խոսել է Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ եւ կա պատրաստակամություն օգնելու խոցելու իրանական հրթիռները։ Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը մի քանի խոշոր հարվածներ են հասցրել Իրանի արևմուտքում գտնվող իրանական ռազմական թիրախներին, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հարվածներ են հասցրել երկիր-երկիր դասի հրթիռների տասնյակ կայանքների եւ զինապահեսների։ Իսրայելում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հորդորել է Իսրայելում եւ Պաղեստինում գտնվող իր քաղաքացիներին Եգիպտոսի սահմանով հեռանալ Իսրայելից։ Ավելի ուշ նման կոչեր ամերիկացիներին հղել Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը։ Իրենց քաղաքացիների տարհանումն Իսրայելից սկսել են Լեհաստանը եւ Գերմանիան Հորդանանի մայրաքաղաք Ամանից
Թեհրանի միջոցով։ Այսօր առավոտվանից արդեն հայտնի դարձավ Իրանի զինված ուժերի շտաբի պետ Ալի Շամդանիի մահվան մասին։ Նա մի քանի օր էր հասցրել պաշտոնավարել, իսկ Իրանի բանակից համակային զորքերի հրամանատար Քիյում Արսեյդարին հայտնել է, որ Թեհրանն առաջիկա ժամերին լայնածավալ հարձակում կսկսի Իսրայելի վրա օգտագործելով նոր զենքեր։ Մինչդեռ Ամերիկայում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերն ասել է, որ Իսրայելը նոր գործողություն է պատրաստել Իրանի դեմ։ Մենք մի քանի անակնկալ ենք պատրաստել, երբ փոշին նստի, հինգշաբթի եւ ուրբաթ օրերին կտեսնեք որոշ անակնկալներ, ասել է Լեյթերը։ Փոխադարձաբար Իրանը հայտնել է Իսրայելի Հերզիլա քաղաքում Մոսադի շենքի վրա հրթիռային հարվածի մասին։ Իսրայելի ռազմական հետախուզության Գլիլոտ բազան Թել Ավիվի արվարձանում ենթարկվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հարվածին։ Իրանական SNN հեռուստաալիքի հավաստիացմամբ գրոհի է ենթարկվել Իսրայելի ռազմական հետախուզության կարևոր լոգիստիկ կենտրոնը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվի մոտ գտնվող Իսրայելի հետախուզական ծառայության Մոսադի կենտրոնակայանին, հաղորդել է Թասնիմ գործակալությունը։ Իրանի ափերի մոտ Օմանի ծոցում այրվում է 3 նավ, հաղորդել է իրանական Press TV-ն։ Այրվող նավերը գտնվում են Հորմուզի նեղուցի մոտ, որը Պարսից ծոցի երկրներից նավթի եւ գազի արտահանման հիմնական ուղին է։ Հեռուստաալիքը չի նշել միջադեպի պատճառները։ Իրանի տարածքային ջրերում նավերին հասցված իսրայելական հարվածների մասին չի տեղեկացվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ավիակիր հարավային խումբը Նիմից միջուկային ավիակրի գլխավորությամբ շտաբ ուղևորվել է Մերձավոր Արևելք հարավչինական ծովից, հաղորդում է Fox News հեռուստաալիքը, հղումանելով ամերիկացի պաշտոնյայի։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Ալիևի ռեժիմը նույնպես դերակատարում ունի Թավրիզի ռմբակոծության գործում, հայտարարել է իրանցի քաղաքագետ Սալար Սեյֆը։ Ըստ նրա Ադրբեջանը թույլ է տվել ռադարային վերահսկողության խախտում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կենտրոնում, որը հանձնել է Իսրայելի կառավարմանը։ Նա պնդում է, որ Թավրիզի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքեր են արձակվել Նախիջևանից եւ Ղարաբաղից։ Ըստ Սալար Սեյֆի Ադրբեջանը դիվերսիոն գործակալների ձեռքով Թավրիզում իրականացրել է լրտեսական եւ հետախուզական գործունեություն։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը G7-ից հեռացել է ժամանակից շուտ։ Նա նաև Թեհրանից շտաբ տարհանման կոչ է արել եւ նշել, որ իրանցիները ի վերջո ստիպված են լինելու գործարք կնքել։ Իրանցիները Թրամփին կոչն անարձագանք չեն թողել, պատրաստ են բանակցությունների սեղանին նստել Միացյալ Նահանգների հետ միայն այն ժամանակ, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները։ Ուրանի հարստացմամբ ըստ Վաշինգտոնի Իրանը հատում է կարմիր գծերը, իսկ միջազգային մամուլի հաղորդմամբ գերտերությունները ջանք չեն խնայում Իրանի հետ բանակցություններ վարելու հարցում։ Քաթարն ու Օմանը նույնպես խաղի մեջ են։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունը եւս չի լռում։ Այս աշխարհաքաղաքական թնջուկը փորձ ենք բացել հաջորդիվ ներկայացվող ռեպորտաժում։ Բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը։ Այսպես իրանցիներին իր X էջից տարհանման հրաման է տալիս Թրամփը ու Իսրայելի հրթիռների սպառնալիքի տակ պահանջում ստորագրել միջուկային գործարքը։ Ինչպիսի ամոթ եւ անիմաստ զոհեր, բարձ ասած, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես դա ասում եմ կրկին ու կրկին։ Իսկ հետո Պենտագոնի ղեկավարը ուղիղ եթերում հաստատում է Միացյալ Նահանգները անհամբեր սպասում է իր պայմաններով գործարքի ստորագրմանը։ Նախագահ Թրամփը շարունակում է ձգտել միջուկային գործարքի։ Իհարկե, եւ մենք անկեղծորեն հույս ունենք, որ հենց դա էլ տեղի կունենա։ Իդեպ Թրամփն այնքան զբաղված է Իրան-Իսրայել սրված հակամարտությամբ, որ Կանադայում ստիպված է եղել մի քանի ժամով ներկա լինել G7-ի գագաթնաժողովին։ Հասցրել է մասնակցել նկարվելու պաշտոնական արարողությանը ու հետո տեսախցիկների առաջ էլ հրաժեշտ է տվել։ Հասկանալի պատճառներով ես պետք է արդեն վերադառնամ։ Մինչև դա ԱՄՆ նախագահը խոսել էր լրագրողների հետ ու ասել, որ իր համոզմամբ Իրանը չի հաղթում այս պատերազմում։ Ես ունեի 60 օր, նրանք ունեին 60 օր, եւ ես 61-րդ օրը ասացի, մենք գործարք չունենք, բայց ես կասեի, որ Իրանը չի հաղթում այս պատերազմում։ Մենք միշտ աջակցել ենք Իսրայելին եւ հիմա Իսրայելը լավ է գործում։ Հայտնի է, որ Թրամփի հայրենիք վերադառնալուց հետո ազգային անվտանգության խորհրդին նիստ է գումարվելու։ Իրանը բացահայտ հայտարարում է, որ հրթիռային այս պատերազմի պատասխանատուն նաև Միացյալ Նահանգներն է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս մասին ասել է եվրոպացի առաջնորդների հետ հեռավար բանակցությունների ընթացքում։ Իսրայելը Ամերիկայի աջակցությամբ, օգնությամբ եւ համագործակցությամբ սկսեց այս պատերազմը իրանական ժողովրդի դեմ, ուստի մենք Ամերիկային պատասխանատու ենք համարում այս իրավիճակի համար եւ մեղսակից են կատարված հանցագործություններին։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում ծայրահեղ ծանր է, հայտարարում է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Ռյաբկովը խոսել է նաև Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարվածների վտանգից։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի Նաթանզի ուրանի հարստացման գործարանի ցենտրիֆուգները լրջորեն վնասվել, գուցե եւ ոչնչացվել են։ Գրոսի տվյալներով ցենտրիֆուգները գտնվում են գետնի տակ եւ անմիջականորեն հարվածի չեն ենթարկվել, սակայն հավանաբար վնասվել են էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։ Ըստ նրա օբյեկտի վերգետնյա հատվածն ամբողջությամբ ոչնչացվել է իսրայելական հարցակումների ժամանակ։ Գրոսիի տվյալներով Սպահանի միջուկային կենտրոնը նույնպես վնասվել է, 4 շենք մասամբ ավերվել։ Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանը չի վնասվել։ Ավելի քան 40 տարի Միացյալ Նահանգները, Եվրոպան, Իսրայելը ջանում էին Իրանի դեմ պատերազմն առաջ մղել, ընդլայնելով աշխարհագրական ծավալը։ Ինչ արդյունք էին ակնկալում Իսրայելը հարված հասցնելով Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչ էր սպասում, հաշվարկներում սխալվել է, թե ծրագրերն ավելի հեռահար են։ Իշխանափոխության մեծ ախորժակը գուցե դեռ թաքցնում է, իսկ Միացյալ Նահանգները կամ խաղաղության աղավնի է, կամ կռիվ հրահրող։ Նարինե Ղուկասյանը թեմաները քննարկել է թուրքագետ Վազգեն Պետրոսյանի հետ, ամբողջական ռեպորտաժն առաջիկայում։ Միացյալ Նահանգները ելնելով համաշխարհային իրավիճակից Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Բելգիայի հետ միասին միանալով Իսրայելի ուժերին, միգուցե իրենք հարված հասցնեն իրանական ատոմային կենտրոններին, միգուցե։ Կարծես Թրամփի տարհանման կոչը անպատասխան չի մնացել։ The New Indian Express-ը հաղորդում է, որ Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության պատճառով Հնդկաստանը սկսել է իր քաղաքացիների տարհանումը Իրանի բարձր ռիսկային գոտիներից։ Տարհանման ծրագրի մեջ առանցքային դեր ունի փաստորեն Հայաստանը։ Հնդկաստանի արտգործնախարարությունը երկուշաբթի հաստատել է, որ Հնդկաստանի քաղաքացիները, այդ թվում ուսանողները, տեղափոխվում են Իրանի ավելի անվտանգ վայրեր Թեհրանում Հնդկաստանի դեսպանատան հսկողության ներքո եւ այժմ Հայաստանը դիտարկվում է որպես անվտանգ ուղի նրանց տարհանման համար։ Գործի լոգիստիկ եւ դիվանագիտական համակարգումը քննարկելու համար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումն արդեն տեղի է ունեցել։ Արտաքին գերատեսչության խոսնակ Անի Բադալյանը այսօր հայտնել է, որ Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը։ Հայաստանի կողմից ցուցաբերվել է համապատասխան աջակցություն, նշել է նա։ Իրան-Իսրայել հակամարտությունը ստվերում է թողել ռուս-ուկրաինական պատերազմը, որտեղ թեժ մարտական գործողությունները շարունակվում են։ Ռուսաստանը անօթաչուների եւ հրթիռների նոր հրավառություն է սկսել Ուկրաինայի դեմ, առաջացնելով պայթյուններ եւ հրդեհներ։ Կիևում ավերվել են բնակելի տներ, զոհերի թիվը 14-ն է, վիրավորները 55-ն են, հայտնում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Զոհվածներից առնվազն մեկը եղել է Միացյալ Նահանգների քաղաքացի, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերվա ընթացքում 20-ից մինչև առավոտվա 7-ը ոչնչացվել է 198 ուկրաինական անօթաչու։ Կապ չունի լարվածությունը մերձավոր արևելքում է, Եվրոպայում թե Ռուսաստանում գլխավոր դերում եւ նույնն է Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփն է։ Կանադայում նույնիսկ կարճատև այցը չխանգարեց նրան առաջ մղելու իր հին նարատիվները։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանին մեծ ութնյակից հեռացնելը սխալ էր։ Հենց այս փաստի հետ էլ նա կապում է ռուս-ուկրաինական պատերազմը եւ առանձնակի շեշտում, որ եթե 4 տարի առաջ ինքը նախագահ լիներ, Ռուսաստանը լայնածավալ գործողություններ չէր սկսի Ուկրաինայի դեմ։ Հիմա կարճ ժամանակագրություն։ Ռուսաստանը մեծ ութնյակից դուրս մնաց 2014 թվականին, Ղրիմի միացումից անմիջապես հետո։ 2017-ը Կրեմլը որոշեց ընդմիշտ լքել խումբը, իսկ G8-ը վերածվեց G7-ի։ 2018-ին Թրամփի G7-ին միանալու առաջարկին արտգործնախարար Սերգեյ Լավրովը արձագանքեց հետաքրքրության իսպառ բացակայությամբ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի պաշտոնակից ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Արարատ Միրզոյանը եւ Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումներն, այդ թվում խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջև երկկողմ գործընկերության օրակարգին եւ ծրագրվող շփումներին։
Արցախից բռնի տեղահանման սպիները դեռ թարմ են, իսկ Ադրբեջանը առնվազն միջազգային լսարանի աչքերին խաղաղասիրության կեղծ քողով է ներկայանում եւ հորդորում չբորբոքել հին վերքերը։ ԵԱՀԿ մարդու իրավունքներին նվիրված համաժողովում հայկական պատվիրակության ելույթը հերթական բռնկումն է առաջացրել։ Ադրբեջանական կողմն արձագանքել է բացահայտ ագրեսիվ ռետորաբանությամբ, տրորելով դիվանագիտական վարքականոնների ձևաչափի բոլոր սահմանները։ Միջադեպի հնարավոր հետևանքները եւ ԵԱՀԿ-ի ատելության խոսքի դեմ գործիքակազմի արդյունավետությունը իմ գործընկեր Դիանա Կարապետյանը քննարկել է նիստի մասնակից հայկական պատվիրակության ներկայացուցիչ Գայանե Աբրահամյանի հետ։ Վիեննայում ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող մարդու իրավունքներին նվիրված համաժողովում հայկական պատվիրակությունը վերհանեց Արցախի հայության նկատմամբ իրականացված բռնի տեղահանության, էթնիկ զտման եւ ատելության պետական քաղաքականության փաստերն ու հետևանքները։ Ադրբեջանի ներկայացուցիչները սկզբում հորդորում էին անցյալի վերքերը չշոշափել եւ կենտրոնանալ ապագայի վրա, սակայն այդ խաղաղասիրական ռետորաբանությունը երկար չտևեց։ Երկօրյա համաժողովի երկրորդ օրը ադրբեջանցի բանախոսներից մեկը, կորցնելով ինքնատիրապետումը, բացահայտ սպառնալիք հնչեցրեց հայկական կողմի հասցեին։ Այս հայտարարությունը սանձարձակ էր նաև նրանով, չնայած այսպիսի նարատիվներ իրենք արդեն 2023-ից հետո անընդհատ էին շրջանառում, ընդ որում երբ արցախցիների հետ խոսում ենք, բոլորն են հստակ փաստում եւ նաև հիշողություններում իրենց անընդհատ շեշտում, որ երբ սահմանը անցնում էին, իրենց անընդհատ այդ սահմանին հակարի կամուրջի վրա անդադ ասում էին, բայց ուր եք գնում, ձեզ ոչ մեկ չի պարտադրում, որ գնաք եւ այլ, այսինքն իրենք ի սկզբանե նաեւ նախապատրաստում էին այս խոսույթը։ Եվ այնտեղ ուղղակի ընդ որում հենց փոխդեսպանի կողմից, այսինքն սա հասարակական կազմակերպության ներկայացուցիչի հայտարարություն չէր, այլ հենց պետության ներկայացուցիչի հայտարարությունն էր, որ ինչ էթնիկ զտման մասին է ընդհանրապես խոսքը, այլ որովհետեւ Հայաստանը ուներ ժողովրդագրության խնդիր, դեմոգրաֆիկ խնդիր, բնակչության պակաս, հենց այդ բառերը նաև օգտագործեց եւ իրենք ամեն ինչ արեցին, Հայաստանը ամեն ինչ արեց, որ ղարաբաղցիները իրենց բառերով եմ օգտաբառերն եմ կիրառում, չինտեգրվեն Ադրբեջանին։ Այսինքն կարելի է կարծել արցախցիները մեծ ցանկություն ունեին ինտեգրվելու եւ Հայաստանը իրենց պարտադրաբար բերեց, այսինքն մոտապես այս էր ամբողջ կոնտեքստը։ Հայաստանը պարտադրաբար արցախցիներին բերել է Հայաստան։ Սա իրականում իրենց են չստացված արդարացումներ։ Այս արտահայտությունը ոչ միայն ցնցող էր, այլ նաև ամբողջությամբ պատրեց Ադրբեջանի փափուկ ուժի կեղծ դիմակը։ Արձագանքը անմիջապես հնչեց Հայաստանի դեսպանատան ներկայացուցչի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Գայանե Աբրահամյանի կողմից։ Շատ ցուցիչային էր այս համաժողովը, որովհետև եթե նախկին համաժողովների ընթացքում սովորաբար խուսափում էին, սովորաբար ավելի մեղմ բառապաշար էին կիրառում, այստեղ շատ այդպես սանձարձակ էին եւ ագրեսիվ։ Իսկ արդյոք ունի ԵԱՀԿ-ն գործիքակազմ նմանատիպ բացահայտ ատելության խոսքի դեմ պայքարելու համար։ Աբրահամյանը անդրադառնալով այդ հնարավորությանը նշեց, որ այսօր ԵԱՀԿ-ի ձեռքի տակ առկա գործիքները հիմնականում խորհրդատվական բնույթ ունեն։ Այդ նույն ներկայացուցիչը մեզ ասաց, եթե պատերազմ եք ուզում, հաջորդ պատերազմը կլինի Հայաստանում եւ այդ ժամանակ հաջորդ պատերազմի ընթացքում Հայաստանը կկորցնի իր սուվերենությունը ընդհանրապես եւ մենք, իր խոսքերն եմ մեջ բերում, եւ մենք թուրքական թեյ կխմենք Կապույտ մզկիթում։ Սա իհարկե հստակ ուժի սպառնալիք էր, երբ ես իմ պատասխանում ուղղակի ասացի եւ կոչ արեցի մոդերատորին, կազմակերպիչներին, որ մեխանիզմ պիտի ունենաք ուղղակի դադարեցնելու նման ելույթներ, այսինքն անձը իրավունք չունի շարունակել նման ատելության խոսք եւ սա ատելության խոսք էլ չէր անգամ, այսինքն ուժի սպառնալիք էր, որը ուղղակիորեն հակասում է ԵԱՀԿ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտին, որի համար նաև այդ ամբողջ հավաքն էր։ Եվ ցավալիորեն ընդամենը կոչ էր արվում մնալ կոռեկտության սահմաններում, ընդ որում այդ նույն կոչի ինձ արվեց։ Այս միջադեպը ցուցադրեց, որ խաղաղության լեզուն եւ պատերազմի սպառնալիքը Ադրբեջանում հաճախ նույնացվում են մեկ եւ նույն դեմքով, եւ որքան էլ փորձեն դրանք փաթեթավորել քաղաքացիական դիվանագիտության անվան տակ, միջազգային հարթակները երբեմն դառնում են այն վայրերը, որտեղ ռեժիմի իրական նպատակը բացահայտվում է հենց իր ներկայացուցիչների միջոցով։ Դիանա Կարապետյան, Գևորգ Սիանոսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։
Կառավարությունից հայտարարում են Իրանի տարածքով հայկական բեռների տեղափոխման խնդիրներ կան։ Տուժում են ինչպես Հայաստան ապրանքներ կրողները, այնպես էլ արտահանողները։ Իրան-Իսրայել հակամարտություն, Հայաստանի տնտեսություն զուգահեռներում բարդություններ են նշմարվում։ Վերջին տարիներին Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններն էական դեր են խաղացել Հայաստանի արտաքին առևտրում, մեկնաբանում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ հակամարտության այս քանի օրերի ընթացքում բնականաբար որոշակի խնդիրներ մեր տնտեսվարողները արդեն իսկ ունեն, մի շարք բեռներ կան, որոնք որ հիմա Բանդարաբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած եւ բնականաբար եւ մենք արտահանման հետ կապված ունենք խնդիրներ եւ մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են կատարում, ունեն այս պահին բազմաթիվ խնդիրներ։ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Կատարված բազմաթիվ քննչական և վարույթային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՍԸՆ և ՍՀ-ն 8 հոգի տեղեկանալով, որ նոյեմբերի 9-ի գիշերը կառավարության շենքի մոտ բազմություն է հավաքվել և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել են նշված վայր և միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին։ Այլ անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Հունիսի 16-ից 17 ոստիկանները բացահայտել են 123 հանցագործություն, որոնցից 8-ը նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են 42 դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք խարդախության, 8 դեպք անձնական ունեցվածքի, գողության, 7 դեպք ֆիզիկական ներգործության, 6 դեպք մարմնական վնասվածք պատճառելու, 4-ական դեպք հոգեկան ներգործության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 2-ական դեպք գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենք կրելու և փաստաթղթեր կեղծելու։ Սարգիս Իզմիրլյանին հասցված 1.7 միլիարդ դոլար վճարելու հետ կապված Նյու Յորքի դատարանը մերժում է ներկայացրել China Construction America Inc-ի վերաքննիչ բողոքով Գերագույն դատարանի որոշման դեմ, որով պարտադրվում էր Բահամյան կղզիներում գտնվող Բահամար խաղատան հանգստավայրի սկզբնական սեփականը տիրոջը վճարել 1.6 միլիարդ դոլար գույքի նկատմամբ վերահսկողությունը ձեռք բերելիս բազմաթիվ խարդախությունների համայնք։ Այդ չարաշահումների հետևանքով իր ներդրումները կորցրել է Սարգիս Իզմիրլյանի BML Properties LTD ընկերությունը։ 1.6 միլիարդ դոլարի փոխհատուցումը ներառում է նրա ընկերության 845 միլիոն դոլարի ներդրումը, գումարած 2014 թվականից կուտակված տոկոսները։ BML-ը հայտարարել է, որ վերջին որոշումն իր ընդհանուր փոխհատուցումը հասցնում է ավելի քան 1.7 միլիարդ դոլարի։ Մասկի անունը կարդալուց հետո ակնկալվում է նոր գրառում Թրամփից, բայց այս անգամ պետական միջոցների ծախսման արդյունավետության գերատեսչությունը բոլորովին վերջերս կառավարած ամերիկացի միլիարդատերը ֆինանսական ռիսկերի վերլուծություն է սկսել, հայտարարելով, որ Ամերիկան շուտով փաստացի կսնանկանա։ Դրանից հետո բոլոր հարկային եկամուտները կուղղվեն պետական պարտքի տոկոսների վճարմանը և ուրիշ ոչինչ չի մնա, նշել է նա։ Բարձրաստիճան հոգևորականության կուսակրոնության մասին վարչապետ Փաշինյանից նոր գրառումներ չկան, բայց հոգևորականությունը դեռ քննարկում է եկեղեցի պետություն հարաբերությունները։ Մեծի տանն Կիլիկիո Արամա կաթողիկոսը նախագահությամբ Անտալիայի Մայրիվանքում կայացած ազգային կենտրոնական վարչության կրոնական և քաղաքական ժողովը հատուկ քննարկել է Հայաստանի իշխանության վերաբերմունքը ամենայն հայոց կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականների դեմ և խստորեն դատապարտել եկեղեցական հարցերը հրապարակային քննարկելիս օգտագործած
ոճը։ Արձանագրելով Հայաստանի Սահմանադրությամբ պետություն եկեղեցի հարաբերությունների տարանջատումը եւ եկեղեցականներին վերաբերող հարցերը եկեղեցական կանոնադրությամբ քննարկելու իրավունքը ժողովը շեշտել է, որ հայրենիքի դիմագրաված գոյաբանական խնդիրների եւ անվտանգությանը սպառնացող իրավիճակի դիմաց անհրաժեշտ է նպատակաուղղված աշխատել հայրենիքի գոյությանը սպառնացող վտանգները դիմակայելու ուղղությամբ, մերժելով նման բաժանարար եւ պարակտիչ փորձերը։ Մեծի տան Անգելիկ կաթողիկոսությունը ինչպես միշտ այս հանգրվանում եւս զորակցում է ամենայն հայոց կաթողիկոսությանը, մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն, նշված է հայտարարությունում։ Reopen Media-ի հաջորդ լրատվական թողարկումը ժամը 18-ին է, փնտրեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում եւ Facebook-ում։ Տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, մինչև նոր հանդիպում։